Ծելուց մարդը հայացք աչքեր միշտ ներքևա, փախցնում է հայացքը, որտեվ կեղծիկ ասելու ժամանակ, սուտ ասելու ժամանակ մարդու մյուս կիսագունդն աշխատում եւ ինքը մեխանիկորեն ստիպում է այդ կեղծիքը, որ մարդու աչքերը, ձեռքերը տարբեր շարժումներ անեն, գլուխը տարբեր շարժումներ։ Նույն ստյոպիկը, նույն են երկու քանան, ու նրանցից մեկն է ոնց որ այսպես, հանրային դաշտում ոնց որ թե քիչ թե շատ երևում, խոսելուց իրենք անդադ փախցնում են։ Այդ իրանց ներքին վախերի, ստիկ, իրենք հասկանում են չէ որ վատ բան են անում։ Ակնհայտ չէ։ Վերջին հաշվով կրթություն են ստացել, իրոջ խորան են բարձացել, մեղքերի թողություն են տվել, սա հենց այնպես չի անցնում։ Իդեպ նույնը վերաբերում նաև ստյոպիկին։ Այնպես չի որ ասենք ստյոպիկը այն գլխից, ինչպես ասում են, էս էր։ Բայց մարդիկ այդ դաշտով անցել են եւ իրանց մոտ, երբ որ անում են արարք, իրանց ներքին եսը կամ ժողովրդի լեզվով ասած դատում է իրեն։ Իղջը, իհարկե դատում է։ Եվ այդ ժամանակ դիսկոմֆորտ է ինքը խոսքի եւ իր ներքին խղճի արագ գնահատակալի մեջ դիսկոմֆորտ է զգացվում։ Իդեպ խիղճը շատ հետաքրքիր մեզ մոտ այդքան ոնց որ թե չի առարկանում բառը, հա։ Ռուսեն շատ լավ է հնչում։ Это совестно, չէ՞։ Это весть из Всевышнего։ Այսինքն տիրոջից ստացած խոսքը ինֆորմացիան է քո մեջ արդեն նստած, որը քո դատավորն է ներսում, չէ ինքն է դատում քո արարքների ճիշտ ասկալա լավ ավատա։ Այս մարդկանց մոտ ընդ որում նույնը նաև վերաբերվում է Փաշինյանի կողքը կանգնած շատերին, ովքեր ստիպված եկել են այնտեղ